Փաշինյանն ասում է իր քաղաքական քարոզարշավի գլխավոր ուղղությունը Facebook-ի լայվերն են, ակտիվությունը։ Ձեր վրա ազդում է այդ քարոզարշավը։ Դրա արդյունքում կընտրեք իրեն։ Ինչ չեն ազդում, ինչ կա դրա մեջ, ես էս անեմ, ձեր վրա ազդում է։ Դա չի նպաստի, որ իրեն ընտրեք։ Սիրտիկը պետք է նպաստի, թե գործնեությունը։ Ասում է, ազդում է քարոզարշավում տեղած բառասին։ Բացասական ազդում, թե դրական չեմ կամ հասկանամ։ Այդտենց մի անգամից չեմ ասի ոչ մի բան։ Շատ լավ։ Ժամանակը պետք է մտածվի։ Շատ լավ։ Տեխնատուներին տեսնենք ովքեր են։ Բայց մասնակցելու եք ընտրություններին։ Հա, կմասնակցեմ։ Այվերի Տանը մարդ կտալ։ Եթե կարելի այլ մարդու էլի։ Շատ լավ, մի այլ հարց տամ, ավելի քիչ քաղաքական։ Չէ, ուղղակի քաղաքական չեմ ուզում մասնակցեմ, եթե կարելի է։ Ինձ դուր չի գալիս ընդհանրապես։ Կարելի է չպատասխան։ Այս հերո եմ այդ Facebook-ների զբրանից։ Ինչ եք ասում, ինչ սրտիկների, ինչ ազդում են։ Փաշինյանը ասում է իր Facebook-յան ակտիվությունը մեծ դեր է խաղում քարոզարշավում։ Այո։ Ձեզ վրա ազդում է որպես ընտրող պոտենցիալ։ Բացարձակ։ Էն էլ ինչ ծեվի ազդում։ Իրան եք ընտրելու, այսինքն։ Ոչ մի դեպքում։ Բացասական իր սրտիկներով են հարց լուծում։ Այդ երկրաշտությունը սրտիկներով է հարց լուծում, որ երկիրը երրորդ համաշխարհային պատերազմի բան է, անվտանգային լուրջ խնդիրներ ունենք, իսկ ինքը մենակ զբաղված է սրտիկներով, մենք գերիներ ունենք։ Դեռ անհետ կորած ահագին լուրջ խնդիրներ ունենք մենք։ Սրտիկների ժամանակը չէ, ինչքան գիտեմ, պերաշկի ուտելու, կուկուռուզ ուտելով, ցուցադրելով։ Ես իրեն unfollow եմ արել եւ չեմ հետևում, որովհետեւ հասկանում եմ, որ խեղված իրականությունը որպես նորմալ իրական Հայաստանի օրակարգ ներկայացնելով ջուր ենք լցնում իրենց ջրաղացին, հետևաբար ինչու անել։ Ոչ սրտիկ եմ դնում, ոչ լայմ եմ դնում, ոչ էլ բութ եմ դնում։ Ես այն կասեմ, որ յուրաքանչյուր մարդ, կլինի կառավարիչ, կլինի բանվոր, կլինի հասարակ մարդ, յուրաքանչյուր մարդ, որ իր աշխատանքը անի, Հայաստանը կծաղկի։ Խեղկատակի արածներ ինձ ընդհանրապես չեն Իսկ Սամվել Կարապետյանին կոչ է անում ակտիվ լինել Facebook-ում։ Չգիտեմ, ես Facebook-ում ակտիվ չեմ։ Փաշինյանը կոչ է անում Սամվել Կարապետյանին եւս լայվեր անել, սրտիկներ, բաներ, ինչ է կարծում, ամենահարուստ հայը աշխարհի այդ ձևով պիտի քարոզարշավանի։ Չգիտեմ, դա չեմ կարող ասել։ Ինձ թվում է մանկապարտեզում չենք։ Անիմաստ մարդը գործնեությունով է որոշվում, լայքով չես, կլայքեն, չլայքեն, ելնել կան ինդեից, թե չի անի, դա էական է։ Կողմնորոշվել եք ընտրությունում։ Իհարկե կողմնորոշվել է։ Չենք քննադատում ոչ մեկին, ոչ այս մեկին, ոչ այն մեկին, ոչ չաներին, ոչ թազեկին։ Ուղղակի կարգին թող հրավիրեն մարդ, որ հասկանում է ամեն ինչից, ստեղծի, անի, ոչ թե քանդի, թափի։ Կարծում եք ուզում են դա անել, բայց չեն կարողանում։ Պետք է համախմբվի, հայ ազգը պետք է համախմբվի, ժողովուրդը։ Ինչի շուրջ։ Առասրուս եկեղեցին, նոր մարդկանց հետ շփվեն, կազմակերպությունների ղեկավարներին պետք է հավաքեն, ծառներից սկսեն, մարդկանցից ելնեն։ Տեսեք դուք եկեղեցու շուրջ համախմբվելու կոչ եք անում։ Մարդ որպես չեք ընդունում այս հակաեկեղեցական արշավը, որ ծավալվել է։ Չէ, ասենք գիտեք ինչ կա, թող ամեն մարդ, որ իր աշխատանքել եմ ասում, ճիշտ անի, աշխատի նորմալ, քրտինք թափի փողը ստանա, դա ուրիշ է, բայց մեկը կոչ եք անում համախմբվել։ Համախմբենք, հրապարակում համախմբենք։ Հիմա այսօր մեր երկրում հակաեկեղեցական արշավ է ծավալվում։ Ես չեմ ընդունում։ Ինչ շրջանում այս ներեկեղեցական հարցերով ինչ որ դատարանների որոշումներ ա լինում։ Չեմ խառնվում այդ բաներին։ Ինչ եք կարծում այս մասով։ Չէ, ոչ մեկին է չեմ հավանում։ Ամարդ, դե Սամվել Կարապետյանի մասին ես վատ բան չեմ լսել, լավներ չեմ կներեք լսել, ինձ համար Բացարձակ ոչ մեկի անունը չեմ ուզում լսել։ Գիտեք, այսօր փողոցում Երևանի, մարզերի, արտերկրում շատ մարդկանց կանգնեցնել փողոցում հարցնեք ով է Սամվել Կարապետյանը, կարծում եմ բոլորն էլ կիմանան ով է, եւ եթե օրինակ Հայաստանի Հանրապետության դե ֆակտո ղեկավարը սոցիալական ցանցերի միջոցով է կարողանում սեփական PR-ը ապահովել, որ իր մասին չմոռանան, դա չի նշանակում, որ բոլորը պետք է կարողանում է, բայց
Կարծում եմ ինչ-որ զանգված կա, որի վրա կարողանում է աշխատել, բայց այնպես չի, որ դա մասշտաբային բնույթ է կրում իմ խորին համոզմամբ։ Հաշվի առնելով, որ պետական ֆինանսական միջոցներով սնվում է մի ամբողջ պոակ, որը կարողանում է այդ մասսայական էֆեկտը ստեղծել, բայց դա իրականում այդպես չի։ Փողոցում մարդկանց հարցրեք կասեն։